Խնդիր ունենք, հանդիպել ենք խարդախ գործակալներին, խարդախության խաբեբայության հետ զոհ ենք դարձել, որ ինչ չենք կարողանում հասնենք այն բանին, որ գոնե քրեական գործ հարուցեն, որ ամեն ինչ պարզ բացահայտվի, խաբեբայությունը էլ տեղ ու դադար չկա, դատական գործ են հարուցել, նույնիսկ դատարանին խաբում են, որ իրանք արել են ամեն ինչ, գործակալությունը, տուն ենք ունեցել վաճառքի, լիստում գցել ենք, իրանք մեր հետ կապնվել են, որ մանրամասը շատ չխորանամ, կոնկրետ գոնե մի բանով բացատրեմ, կապնվել են մեր հետ, որ համագործակցենք, համաձայնվել ենք համագործակցելու, բերել են գնորդ, ինչ պատճառներով գնորդը հրաժարվեց, չստացվեց, նախորոք ասել ենք, նախորոք տեղյակ են եղել, որ 5 սեփականատեր կա, որից 5-ից 3-ը ՌԴ-ի քաղաքացի են, մեկը 15 լրացած քաղաքացի է ՌԴ-ի, արդեն իրանք պարզ իմացել են, որ ինչ փաստաթղթեր է պետք, ուրիշ գնորդ են բերել, ուրիշ գնորդի հետ նորից էլի նույն պայմաններով, գնացել ենք, կնքել ենք պայմանագիր, ստացել ենք կանխավճարը ու մի ամիս 27 օր, մի ամսով կնքել ենք պայմանագիրը, 27 օր ընդհանրապես տեղեկություն չունենք, ինչ փուլում է, ինչ է կատարվում, պայմանագիրը լրանալուց 3 օր առաջ, ուրբաթ օր ժամը 6-ին զանգել են, որ եկեք հասկանանք ինչ են անում, գնացել ենք գրասենյակ ու պնդել են, որ պետքա մեզ հոգեբարձության թույլատրությունը 15 լրացածի համար, որ գույքը օտարելու համար թույլատրությունը, դիմացի շաբաթ կիրակի 19-ին արդեն լրանում էր վերջի օրը, 10 օրով նորից երկարացրել ենք պայմանագիրը, համոզվեցին, որ 10 օրվա ընթացքում դուք կարող եք այդ փաստաթուղթը ստանալ, դիմել ենք Հայաստանի թաղապետարանը, որ ստանանք, ընդեղից ունենք փաստացի մերժումը, որ իրավունք չունեն ոչ մի տենց փաստաթուղթ տալու, քանի որ քաղաքացին ՌԴ-ի, քաղաքացիը մշտական ապրում է ՌԴ-ում, ընդեղ նորից դիմել ենք, ընդեղից էլ ասել են, որ այլ երկիր բացարձակ իրավունք չունենք ոչ մի փաստաթուղթ ներկայացնելու, քանի որ 15 լրացած է, ծնողի հետ երեխան կարա ամեն գործարք կատարել, ծնողի համաձայնության, իրանց նույնը բացատրել ենք, ասել ենք, ստացել ենք պատասխան, որ ոչ միայն այդ փաստաթուղթն է պետք, հոգեբարձության թույլատրությունը, առանց դրա ուրիշ ելք չունեք, ուրիշ այլ տարբերակ չունեք, տարբերակներն էլ ու եթե խախտեք պայմանագիրը, վճարում եք տուգանք $7500, թե հիմա ինչ մտքեր ունեին, ինչեր ունեին, էդի արդեն իրանք գիտեն, հիմա տվել են դատական վարույթը շահել են ու դա ինչ իմացել ենք միամիտ բանկից, գնացել են, որ քարթանեմ, բանկից միամիտ իմացել են, որ գույքը կալանքի չի, արգելակման տակ է, իմացած օրվանից ուզում ենք բացահայտենք իրանց խաբեության փաստը ու ոչ մի բանի չենք հասցնում, լրիվ փաստացի ամեն փաստերը ունենք, որ խաբեբա են, խաբել են մեզ, Լիլի Ռիելթի գործակալությունը, կենտրոն գործակալությունը, Գիտեք մարդկանց, որ էդի բողոքում են այդ ընկերությունից և որ խախտել։ Չէ, տենց չենք առնչվել, մենք 80 թվականներից Ռուսաստանում ապրել ենք, հետ ենք վերադարձել, իմ սեփական տունը, իմ հորականս տունը, ես չկարողանամ ծախեմ, դուրս է գալի, ոչ թե 5 սեփականատեր ենք, այլ 6 սեփականատեր ենք, իրանք էլ հետներս են, որ ինչ ուզում են անեն, իրանք պետքա փայտանք, ես որտեղ է գրված։ Որևէ իրավապահ մարմինների դիմել եք դուք։ Դիմել ենք, պարոն Փաշինյանի աշխատակազմին ենք, քանի լրիվ փաստերը, լրիվ գրած դիմումները կա, ամեն կերպ անում են, որ քրեական գործ չբացեն, բացահայտում չլինի։ Հետն էլ ասում են, եթե գործարքը, ոչ թե ասում են, այլ փաստացի դատական գործի մեջ կա գրված իրանց
կնիքով ամեն ինչով, եթե գործարքը կատարվել է առանց փաստաթղթի հոգեբարձության, ուրեմն անօրինական է։ Դուրս է գալի փաստացի, մարդիկ մեղադրում են համ նոտարին, համ թաղապետարանին, որ նոտարը անօրինական գործարք է արել, թաղապետարանը անօրինական փաստաթուղթը չի տվել, իրանք լրիվ օրինական են, մնացածը բոլորը խարդախ մարդիկ են։ Ես էլ հետները խաբում եմ։ Աստորեն գործակալներն են ձեզ դատի տվել եւ պահանջում են $7,500։ Հա, որպես իրանք ցույց են տվել փաստաթղթերի հավաքում, լրիվ այդ իբր թե արել են, բայց դա մենակ ասելով։ Լրիվ փաստացի փաստաթղթերը ես ունեմ։ Ամեն ինչը բացահայտեմ։ Ու քննություն չեն նշանակում, որ գոնե քննությունով ամսաթվերով նույնիսկ որ նայեն, ամսաթվերով լրիվ տարբեր ամսաթվեր են։ Իրանց պահանջածը ուրիշ շամ մեր գործարքը կատարվել է պայմանագիրը վերջանալուց հետո, առանց իրանց ներկայության, առանց իրանց պահանջած, որը բոլորովին պետք չէր ու հնարավոր չէր ձեռք բերել։ Իսկ գլխավոր դատախազություն, արդարադատության հանձնել են գլխավոր գրել ենք պարոն Փաշինյանի աշխատակազմին, ուղարկել են դատախազություն, գլխավոր դատախազություն։ Ընդեղից ամեն կերպ չեն ուզում, որ գործ բացեն, ամեն բաները կա, բայց լրիվ փաստացի լրիվ նամակները ունենք, որ գործ չեն ուզում բացեն, ամեն բան գտնում են, ամեն մահանա ոնց որ գտնեն, որ գործ չբացեն։ Հիմա նորից էլի պատճառաբանում են, որ դատական գործը ամեն ինչը նորմալ է, դուք մեղավոր եք, դուք պետքա մուծեք։ Բայց փաստերին ոչ մեկ չի անդրադառնում, որ լրիվ փաստերը, նորից էլի փաստերով լրիվ նորից գրել ենք, դրել ենք, ուղարկել ենք, հիմա նորից սպասում ենք պատասխանի, տենանք թե հիմա ինչ պատասխան են տալու։ Դուք նաև հանդիսանում եք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, պատրաստվում եք նաև Դաշնությանը դիմել, Ռուսաստանին դիմել, ձեր խնդրին։ Եթե ուրիշ էլ ելք չգտնեմ, ամեն քայլին դիմելու եմ, որ ես իմ ճիշտը ցույց տամ։ Ինչի համար խարդախները ուզենան փող շորտկեն, ինչի համար, ես իմ հորական տունը չկարողանամ վաճառել, հետնել մի քանի հոգի ենք, ամեն մեկս մեր դարդու ցավը ունենք, ամուսինս ինվալիդ, ես չկարողացա, հələ մի բան էլ գնից էժան վաճառել եմ, որ արդեն համոզված էի, որ իրոք տենց է, իրանց ուզածով է, այդ առանց այդ փաստաթղթի չեմ կարա, բայց փաստորեն պարզվում է ամեն ինչն էլ հնարավոր էր, ուրիշ ելք էլ կար։ Ուրիշ տարբերակ կար, որ իրանք բացարձակ մենակ պնդում էին ոչ, մենակ հոգեբարձությամբ համաձայնությունն է պետք, որ գործարքը կատարվի։ Հիմա տունը վաճառել եք արդեն։ Տունը վաճառել ենք, պայմանագիրը վերջանալուց իրանց հետ կնքած 10 օրը երկարացրած այդ պայմանագիրը վերջանալուց հետո ուրիշ նոտարական գրասենյակ գնացել ենք փաստացի բոլորը ցույց ենք տվել, կարծել ենք վաճառենք, առանց որևէ մի բանի։ Եվ դեպքը երբ է եղել, ինչքան ժամանակ է մոտավորապես։ Դեպքը եղել է, վաճառքը եղել է 23 թվականի հուլիսին, խաբեությունը եղել է 23 թվականի մայիսի 19-ին պետքա վերջանար պայմանագիրը, 10 օր էլ երկարացրել ենք, թե հունիսի, չէ, մայիսի 19-ին կնքել ենք, հունիսի 19-ին պետքա վերջանար պայմանագիրը, նոր երկարացրել են 10 օր, մինչև հունիսի 28-ը, իսկ մենք գործարքը արել ենք պայմանագիրը վերջանալուց հետո հուլիսի 4-ին վերջացրել ենք, մեզ դատական վարույթը հարուցել է նոյեմբերի 10-ին ու բացարձակ ոչ մի տեղեկություն չի պահել, որ գործը հարուցած այդ պատճառով։